հատ տեսնեք, ինչպես տեսնեք, շատ մռայլ եղանակ է, 2 օր է այդպես է։ Գնում ենք դպրոցում անկապարտես ինչպես հասկացաք ու միանգամից գնալու եմ ատամնաբուժարան, ատամներիս համար։ Տեսնենք ինչ կասեն, ինչ կանեն։ Իրանի եմ տալիս, որ արդեն հետ եմ վերադառնում, քանի որ անտանելի տանել չեմ կարողանում։ Առավոտ շուտանից դուրս գալ, նամանավանդ ատամնաբուժարան։ Ինչ արած, պետք է հետևել մեզ։ Սպասում եմ հերթիս։ Ինասկես եմ գրանցվել բժշկի, 8:40 ես արդեն տեղում եմ։ 1 ժամ պետք է սպասեմ։ Այդ էլ իմ բնավորությունն է, որ ես ինչ-որ տեղ որ պլանավորում եմ դուրս գալ, միշտ 1 ժամ շուտ եմ տեղ հասնում։ Սա երեխաներն են նկարել իրենց համար հատկացված լավ բան է, որ երեխաները զբաղվեն միջև ծնողները վերջացնեն։ Ես դուրս եկա, բժիշկը նայեց ու լավ չասեմ անպատվեց, ասեց ինչ ես անտեսել, ժամանակին պետք է բուժել, ասում է խոսքով լիքը խնդիրներ կային ատամներիս հետ կապված, դրանք պիտի անմիջապես բուժում անել ու զապիս եղա 28-ին, այսօր 18-ն է, через 10 дней նորից պետք է գամ, ես որ գրանցվել էի, ինքը թերապևտ էր, նո ասմոտր էլի անցա, բուժող բժիշկը չէր, հիմա ամսի 28-ին նոր պետք է գամ բուժման։ Հիմա մեր մոտ, մեր պոլիկլինիկայում էլ 11:10 գրանցվել եմ թերապևտի մոտ, եկեք քանի դեռ ժամանակ կա, մի հատ մտնենք Գլորիա ջինս, տեսնենք ինչեր կան, 1000 տարի է չեմ եղել խանութներով։ Ես դուրն է երևի։ Տեսնեք։ Десяти работает. Ոնց ես, մենք դուրս ենք եկել, երեխեքին տարա, փոխեցի։ Я тоже хочу. Они все равно не играют. Ինչ ես ուզում։ Они все равно не Здесь играют. камьясты, хаки. Они хотят. Это тебе кажется. Мама, они все равно не играют. Что? Да Артёма տղեկի հետ է խաղում։ Лилитом ты что ջանագա քշում, что ջանագա խաղում։ Не. Սա по очереди։ Էլա ինքու что ջանագները ասատա։ Не маленькая. Хаки верхет. Эва верхет хаки. Я просто на... Но не застёгивай, просто одевай. Я просто на... Արև տակա, բայց դե կամիա, նու արև չկա հակի։ Ой. Ой. Это же... Ինչ ես տեսել։ Ну, поди. Погоди. Стой, поставь. Արի ստեղ դու է, այս մյուս առանձին տեղը։ Там еще есть один. Եկել ենք սպորտ պլաշոտկա։ Я тетя. Հեսան, Я даже могу вот так. այն կողմից, նաբարոտ։ Այն կողմից պիտի կանգնես։ А как взять? Вот այդ Да трубочки։ сюда? Հա։ А ты крыса. Կամաց լիլ։ Լավ եղանակ կա վաղնել մինչև +22 աստիճանակ, Спасибо. բայց դե վաղը աշխատանքի է։ Пойдем на пикник в следующий раз. Весной. Տեսնենք եղանակները ոնց են տանում։ Мамочка.
Мама, боже, коровка! Ах, и скоро. Где можно? Нет, вот. Я возьму. Не тоже хочу. Я Դիլիթխի խանգարեցիր։ Հո։ Подожди, я ее приму. Սայլես։ Վաղ զատիկն է։ Ոչ մի բան ճիշտ ասած չենք պլանավորել, այսինքն ես դե հապիկները կեսուրս է ներկելու, որովհետև աշխատանքի եմ։ Իրականում ոչ մի բանի հավես ու տրամադրություն չկա։ Աղմուկոտա, որովհետև այս կողմից ճանապարհ է։ Իլչան, կամաց արալի։ Անջատեմ։ Երեխեքը իրար չվնասեն։ Я не знаю, как штанга. Հա, լավ ասա։ Ինչ է։ Всем привет. Я сейчас буду залезать на эту штангу. А проих? Я думаю, ты вышла. Ինչ է դրախտը։ Բարի սիրելիներս, մեզ մոտ հաջորդ առավոտն է, մեր վլոգը շարունակվում է։ Բայց թող ու երեխեքի հետ իրենց համակատներով գնում ենք աշխատանքի։ Բարև։ Լավ ես։ Նենց լավ եղանակ, աշուկ, ամառային։ Я хочу снять. Հանի, հա։ Ափսոս որ այս տակորին ես գործի։ Վաղն էլ ինչպես գիտենք, որ սուրբ զատիկն է, քան որ աշխատանքի եմ, ես ոչ մի բան չեմ պլանավորելու անել։ Գնաց հավկիքները սկիզբրուս կմեշկի, երեխենք կկրվածնեն, այդպես շատ հասարակ սովորական զատիկի օր կունենանք։ Սուրճս խմեցի, վերջացրեցի, ժողովուրդ չկա։ Дают детям, чтобы были сильными. Եվ պայսակ վերցրու ընդեղ կախի, հա։ Սեղանին չին դնում, քանի անգամ ասենք։ Вкусно? Марина, включи песню. Я на самолете, я уйду в короче. Ты в самолет хочешь сидеть? Да, я буду возле окна. Нет, я буду возле окна. Улицу у нас, да. В Армению. В Армению. Մեր ոք 23 աստիճան ամիջև եղանակ այսօր ու որից հետո վաղը նվազելու է 12 աստիճան, հետո 9 աստիճան։ Мама. Հաճելի եղանակ է։
Մեր վլոգ շարունակվում է, եկել եմ տուն ու այս հապկիտները կեսուս պատրաստել։ Вот эти, которые разноцветные, это не мы делали. Это мама Коля Հա, делала. մեր հարևանուհին, որ աշխատում է։ Только не завтра пойду. Լիլիթը մաթեմատիկա է անում։ И когда проснусь, бабушка придет. Я на работу сначала себе пойду. Вот, я потом домой Короче. приду, я пойду к Կողմես этой նկարը, հա։ тете. Այս կեքսիկներն է արել ու այսը Լիլիթան է սպաջել կան սարքել։ Մենք շուշվայել եմ, միջև Լիլիթը վերջացնի այս հատվածը ու գնանք քնանք։ Нет, только до сюда. Накусить хочу. Вот это мое. Քրիստոս հայրավ իմ եռելոց, օրնյալ է հարությունը Քրիստոսի։ Ռուսերեն գիտեք ոնց են ասում։ Нет. Քրիստոս воскрес, воистину воскрес։ Мама, не Որ будем քեզ տեսնեն говорить. ասեն Քրիստոս воскрес, պետք է ասես воистину Можно я воскрес։ не буду говорить? Բա դու չիմանաս ոնց է ակրիջը անելու։ Լիլիթը փոխին ձեզ ուտում։ Давай. Ես իվարկե։ Вот это приходит Франция. Հա, ես սուրճ եմ Когда դրել։ ты придешь по ланчу, можно к ним? Посмотрим. Հիմա գրվացնում եք։ И вот это напишет. Не, я хочу с мамой. Հա, մեկ Լիլիթ հետ խփի։ Давай. Вот что такое возьму. Это красивее. Какой хочешь, выбирай. Две хери, кара Возьми вот коца. этот. Ты вчера сказал, я этот буду. Как ты еще делать. читать? Вот здесь. Кто вхопил Лилит? Ой, вот. Я выиграла. Давай. С другой стороны. Хавкритиш Лилитин. Теперь ты с мамой. Надо если контроль. Эй, хавки тут печи похер, это уже хавки теч. Это мое возьми. Ты сейчас все равно хотите лилити. Ладно, мои скиску хавки тов, ты хапем кет. Я же сказала, он сильный. Это есть жартелемет кома, потому что сакаран. Есть хавтечи, эску пахемит. Он самый сильный тогда. Эску пахемит. Мама, я же сказала, не поменяй. Это не мы сделали, это я не мы сделали. Мама, на кейке надо? Има, куличка трябва, если слушам, ме витай хавки там, това активите и върхи това спатанки. Свечку положи. Вот этим. Ай, este. Вот этим. Ha. Все. Պապին հաղթեց ես։ Я выиграла. Ուրա կումը։ Բեր։ Ան սից մի հատը վիպրակարը։ Нет, все уже, все. Ուղի։ Ուղի։ Լիլիթը կպիր, Լիլի Իրանով էր։ Все։ Բայց Ահա։ ես քիտ, այն քտով չեն կրվացնում։ Ան ես մյուս քտով է դու պապին կրվացում։ Нет. Հարցուկները։ Բեր, ես խփեմ։ Да. Բայ։ Я выиграла. Больше не хочу. Я выиграл։ Դիրլված Դե բանը, ես ծավերը Իսկ այս հատվածում ինչպես տեսնում եք ցկա նախապատրաստման աշխատանքներն էինք տանում, սա իդեպ հաջորդ օրն է, քանի որ աշխատում էինք, գրեթե կարելի ասել չենք էլ նշել զատիկը, միայն երեխաներն էին, ինչպես կադրերից հասկացաք, եւ ստացել ենք այսպիսի կարմրաթուշ համեղ ցուկ սիրելներս։ Дом построить. Построить. Попросил кролик кочерышка Ձեռդ всех вместе работать и быстрее, и веселее. Я тебе вдруг... Մեր վլոգը շարունակվում է, ես պատրաստվում եմ ընթրիք պատրաստել, այսօր կարտոֆիլ եմ ջեռոց դնելու ֆրիկադելկաներով, դուրս եմ բերել արդեն սարցախցիկից, կարտոֆիլին ավելացնելու եմ խմելի սունելի, կարմիր աղացած պիպար, սխտորի պարաշունու, ոնց են ասում, պրիպրավա, խոսքով, սուշոնի չեսնոկ, տեղափոխելու եմ ջեռոցի կացայի մեջ և մոտավորապես 20-ից 25 րոպե թողնելու եմ, որպեսզի
Երևի քիչ ասեցի կարտոֆիլը մինչև եփվի, մի խոսքով ինձ հասկացաք։ Նաև ավելացնելու եմ այս կուրկումայից, որը որ կարտոֆիլին շատ լավ համ է տալիս։ Այ այստեղ մենակ կպակասեր բանջարեղենային միքսը, ցավոք սրտի չունեմ, հակառակ դեպքում թե բրոկոլին, թե սաղկակաղամբը շատ լավ կհամադրվեր։ Հիմա ունենք այն ինչ ունենք, ուղարկենք նախապես տաքացված չեռոցում։ Հիմա երեխեքի համար մշկիրը կտրատեմ, ուտեմ, մինչև սա պատրաստ լինի, թեպետ ցուկ ունեի, դա եմ կերել։ Все в этом мире взаимосвязано. Хорошее, плохое, доброе, Ամովայ է։ вот и новая любовь. Только к пониманию этого могли Նել մանյունյանը նայում։ Մեզ մոտ այնպես ահավոր եղանակ անհասկանալի։ Տատիկի ծաղիկը աճում է, երեխեք։ Смотри, հեսա, տես կոկոնատը։ Այս գնելուց կեսրուս ասեց, ինչ ես գնել, սրանք դեղերով պաված են, չի կպնի, չի աճի, բայց տեսեք։ Այս նշան է երեխեք, լուրջ եմ ասում։ Շատ ուրախացա։ Բուկվալը գիտեք, երեք չեն առաջ օրն եմ լվացրել ջրել ծաղիկները, չկար ես։ Ուրախացա։ Սրանք ծաղիկ չեն տալիս, մանկապարտեզից եմ բերել, չեմ հիշում երբ, բայց այնտեղ այդ ծաղիկները լրիվ ծաղկած են, ռոզվի, կարմիր, երեխեք մի քիչ ցածր, Արտյոմևիցա, մի քիչ ցածր, այստեղից նորն է աճել, հա, ասում եմ կիսատ մնաց, անձրևներ են, պատաններ լավ մաքրելու են, բայց այս երկու շաբաթ անձրևներ ա տվել, սենց մռայլ, մի պարև արեց, հետո նորից բացեց, այդ ծաղկի համար շատ ուրախացա։ Այս հատվածում շպինատ հերեն չգիտեմ որն է, զատիկից մնացած դա եմ տապակում, ասեմ, որ լվացրել եմ աղաջրի մեջ, թողել եմ մի քիչ մնա, նոր հանել դուրս եմ բերել լվացրել եմ, գոնե մաքսիմում ինքս ստերիլացվի ու ոչ մի ջուր չեմ ավելացնելու, այսպես բարիջը կփակելու մարմաց կրակով, որքան որ ինքը իր ջուրը դուրս տվեց, այդ հյութի մեջ էլ ինքը կտապակվի և առանց սոխի, առանց ոչ մի բանի կավելացնեմ հարած հավկիտները։ Սա էլ կանել, իսկ այս արդեն դեռ կարտոֆիլը մի քիչ եփվելու կարիք ունի իրականում, ևս մի 15-20 րոպե կթողնեմ, գրակը կուժեղացնեմ, որպեսզի կարմրեն և կանջատեմ արդեն։ Հիմա սա թողեմ, հանեմ հավկիտները հարեմ, նախապես թողնեմ, որ պատրաստ լինի։ 3 փոքրիկ գնում ընդամենը։ Կաթ, կարակ և տեղավորեմ, որքան որ անհրաժեշտ է, երևի 4 հատ հավկիտ հարեմ, 4 կամ 5, տեսնեմ իրենց չափը ոնց է, իսկ հիմա իրենք խոշոր հավկիտներ են, հիմա դուրս բերեմ, տեսեք ինքը իր հյութը բավականին դուրս տվեց, հիմա կարակը գտնեմ, ծվերը կոտրեմ վրան, գուցե երշիկ ավելացնեմ, բայց համեղ չի ստացվի, լավ ամեն դեպքում սա կանեմ, և շո։ Ստացանք այսքան քիչ։